Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի մրցաշարում մնացել են 8 ուժեղագույնները։ Խմբային փուլում 3-ական խաղ անցկացնելուց հետո թիմերը պարզել են նաև քառորդ եզրափակիչի մասնակիցներին։ Փլեյօֆում եղան անակնկալներ, 1/8 եզրափակիչից պայքարը լքեց անգամ գործող չեմպիոն Մոնտեն։ Անցած տարի նույնպես մասնակցել ենք առաջնությանը, ճիշտ է մի փոքր թույլ թեմով, այս տարի ավելի լավ պատրաստված ներկայացել ենք այս խաղերին։ Խմբային փուլից առաջին հորիզոնականով դուրս ենք եկել, այս անգամ ոչ թե մասնակցում ենք մասնակցության համար, այս անգամ եկել ենք հաղթելու համար։ Հաղթանակը բարդ եղավ, 2-1, անզիջում պայքար, այստեղ հաղթեց ուժեղագույնը, էլի։ Պայքարը շատ բուրն էր, շատ լավ էր, ուժեղ թեմեր կան։ Հաղթեցինք, թասիբի ու լավ խաղի շնորհիվ, դեմի թիմն է լավ թիմ էր, ապրին, բոլորի շնորհակալ ենք։ Մրցաշարը շատ լավ է կազմակերպված։ Անցած տարի ենք մասնակցել, այս տարի նույնպես ցանկություն եղավ մասնակցելու։ Անցած տարի լավ էր, նույնը այս տարի։ Քառորդ եզրափակիչում ՆԿՌ կմրցի Գյումրիի հետ։ Լեռնային Արցախի մրցակիցը գործող չեմպիոնին պայքարից դուրս թողած Ավանգարդն է։ Շիրակը հարաբերությունները կպարզի Մեծամորի, իսկ Ֆուլհեմը ակունքի հետ։ Պատրաստվածությունը գտնում է բարձր մակարդակի վրա։ Ֆիզիկական պատրաստվածությամբ են աչքի ընկնում հիմնական թիմերը՝ Գյումրի, Լեռնային Արցախ, Մեծամոր աշտարակ թիմերը, ֆավորիտներում են եւ Ավանգարդ։ Խմբերը երևում է մարտական են տրամադրված եւ մեզ կազմակերպիչներիս համար շատ կարեւոր է, որ տիրի ընկերական մթնոլորտ անկախ ամեն ինչից։ Բոլորին մաղթում եմ հաջողություն, թող հաղթի ուժեղագույնը։ Քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները կկայանան առաջիկա հանգստյան օրերին։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։